Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Քո կյանքի համար Աստծու խոստումները ճանապարհին են։ Աստծու խոստումները չեն ուշանում, դրանք պարզապես ճանապարհին են։ Սիրելի՛ բարեկամ, եթե Աստված ինչ-որ բան է խոստացել Իր Խոսքի մեջ, և դու քննել ու տեսել ես, որ բավարարում ես այդ խոստման պայմաններին, բայց դեռ չես տեսել դրանց իրականացումը քո կյանքում, ի՞նչ կարող է դա նշանակել։ Արդյոք հնարավո՞ր է, որ Աստված չպահի Իր խոստումը։ Աստվածաշունչն այն լույսն է, որ լուսավորում է մեր ուղին և ուղղորդում մեր բոլոր քայլերը։ Եվ ճշմարտության անսխալական աղբյուր Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված մարդ չէ, որ սուտ խոսի (տե՛ս Թվոց 23:19 խոսքը)։ Եվ դեռ ավելին՝ Աստված պատրաստ է իրականացնելու Իր խոսքը։ Նա պատրաստակամ է անելու այն, ինչ խոստացել է։ «Լավ տեսա՛ր, որովհետև Ես պիտի հսկեմ Իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն»։ Աստված երբե՛ք չի թողնում մեզ ձեռնունայն ու անորոշության մեջ։ Նա կիրագործի այն ամենը, ինչ ասել է։ Դու կարող ես դրանում համոզված լինել, որովհետև Նրա խոսքն անսասան է և անսխալական։ Այլ կերպ ասած, Աստծու Խոսքը երբե՛ք չի հնանում ու չի փոփոխվում։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարող ես վստահաբար հույսդ դնել Նրա խոստման վրա։ Աստված կատարելու է այն, ինչ խոստացել է։ Երբ Նա մի բան է ասում, ապա դա անպայման կատարում է։ Անգամ եթե քո կարծիքով Նրա խոստման իրականացումն ուշանում է, ապա այդ ուշացման մեջ էլ իմաստ ու դաս կա։ Աստված սիրում է քեզ և լավագույնն է պատրաստել քեզ համար։ Իսկ լավագույնին հաստատ արժե սպասել և վստահել Տեր Աստծու ժամանակացույցին։ Մնա ուժեղ և թույլ մի՛ տուր, որ քեզ այցելի հուսալքությունը։ Կանգ մի՛ առ։ Պահպանի՛ր հոգուդ հանդարտությունը։ Եղի՛ր վստահ և հավատա՛, որ Աստծու խոստումը քո կյանքի համար արդեն իսկ իրագործման ճանապարհին է։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։